Türk'ün yolu Cengezur'dan, Karabağ'dan geçti. Սա բացահայտ հայտ է, ոչ թե խաղաղության, ինչպես պնդում է Էրդողանը, այլ այդ հողերի վրա իր օսմանցի պապերի կորցրած սեփականության իրավունքը վերահաստատելու եւ ոչ միայն այդ հողերի։ Էրդողանը խոսում է Թուրքիայի ազգային անվտանգության մասին եւ հայտարարում. Թուրքիայի ազգային անվտանգությունը անքակտելիորեն կապված է Ադրբեջանի անվտանգության հետ, բայց ոչ միայն։ Թուրքիայի նախագահն ակնհայտորեն որոշել է առավելագույն չափով ընդլայնել ազգային անվտանգություն եզրի բովանդակությունը Թուրքիայի համար կամ առնվազն այդ եզրի իր ընկալումը։ Ադրբեջանից բացի բավական տպավորիչ ցուցակ է ներկայացրել 7 պետությունների անուններով, որոնց անվտանգությունն իբր ուղիղ առնչվում է Անկարային։ Ադրբեջանից բացի Իրան, Սիրիա, Պաղեստին, Կիպրոսի օկուպացված Հյուսիս, Իրաք եւ անգամ Ուկրաինա։ Suriye'nin güvenliği unutmayın. Bizim güvenliğimizdir. Filistin'in, Sudan'ın, Azerbaycan'ın Սիրիայի անվտանգությունը մի մոռացեք, մեր անվտանգությունն է։ Պաղեստինի, Սուդանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Իրաքի, Իրանի, Ուկրաինայի անվտանգությունը մեր անվտանգության հետ ուղիղ կապված է։ Հաջորդ րոպեին Էրդողանը նորից հիշում է Սելջուկ եւ Օսման պապերին, պահանջում, որ թուրք երիտասարդները չմոռանան պատմական Թուրքիան։ Հիշեցնենք, Հայաստանում Փաշինյանը, եթե ձևակերպենք մեղմ, քարոզում է առավել կարևորել ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանը։ biz Selçuklu'nun torunlarıyız. Biz Osmanlı'nın torunlarıyız. Մենք Սելջուկի թորներն ենք, մենք Օսմանի թորներն ենք։ Եվ Սելջուկի ու Օսմանի այս թորը նույն ոգով եւս մեկ հայտարարություն է անում։ Մեջլիսի պատուհանից Բաքուն ու Դամասկոսը եւ անգամ ավելի հեռուն է տեսնում։ Այսպիսի Թուրքիայի առաջ է կանգնած Հայաստանը։ Սա է այն Թուրքիան, որին Նիկոլ Փաշինյանը անխոչնդոտ անցում է տվել Հայաստանի տարածքով, ստորագրելով փաստաթուղթը Վաշինգտոնում։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը։ Սա է այն Թուրքիան, որի հետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իմ կարծիքով գտնվում է ճիշտ ուղու վրա։ Այս թեմայի վերջում հավելենք, որ Էրդողանի ներկայացված ելույթն ինչ-որ բացառիկ դեպք չէ։ Բառացի այս տեքստով ելույթներ Թուրքիայի նախագահը պարբերաբար է ունենում։ Մեջլիսում էլ իր կուսակցության падգամավորների հետ այսպիսի հանդիպումները մշտապես են ազգայնամոլական շնչով եւ տարածքային պատմական հավակնություններով։